Բարի օր, Ժողովուրդ ջան, ոնց եք։ Ժողովուրդ ջան, շարունակում ենք մեր թեմաները։ Ինչպես միշտ ես Նարեկ Կարապետյանին չեմ կարող թողեմ, ախր սրանք ուզում են այն հին բարքերը շարունակեն։ Նարեկ Կարապետյան ջան, դու այսօր հաղորդեցիր, այսինքն ներեք, որ գյուլա գարակ ասիր, ինչ ասիր, տաշիրում, բանում, մի 3 հատ տեղամասի անուն տվիր ասիր, անդե ում 5-րդ երեխա ծնվի տուն ենք տալու։ Նարեկ Կարապետյան ջան, 30 տարի, մեր ավելի շատ, 35 տարի, մեր երկիրը ապրել է, մեր ժողովուրդը ապրել է նման կարգավիճակներով։ Հիմա ոնց ասած, երեխեն ծնողից ինչ տեսել է, այն էլ սովորել է, հիմա դու եկել ես այդ նույն բանը կրկնում ես։ Ուրեմն դա չի կարելի։ Մի պարզ պայմանով, Նարեկ ջան, ես բացատրեմ ինչի համար։ Ուրեմն մեր երկրում բոլոր աշխատատեղերը, բանա, էս մի բանա, լրիվ ձեռն է։ Չի կարելի 100,000-ներով մարդկանց կոպեկներով ստրուկի նման աշխատացնել ու սպասել, թե ով է 5 երեխա ունենալու, որ այդ մի երեխուն, այդ 5-րդ երեխու համար ինչ-որ մեկի մի հատ տուն տալ։ Հասկանում եք, այդ բաները, դա արդեն անցյալում է, դա պետքա չլինի նման բաները, դա ճիշտ չի։ Նարեկ ջան, ուրեմն հիմա պատգամավոր եք դարե, երբ որ գնաք խորհրդարան, ոչ թե աշխատեք մեկ մարդու համար, կամ այտենց պայմաններ դնելով 5 երեխա կունենա նրան տուն կտանք, իսկ 4 երեխա ունեցողը պետք է դռներին ապրի։ Նարեկ ջան, այտենց բաները պետքա լինի պետական մակարդակով, օրենքով։ Օրենքներ կսկսեք բերել օրակարգ, ոչ թե խորհրդարան, ոչ թե գնացեք ընկեր գյուղերը, մարդկանց ասեք, բա մենք ձեզ, դուք մեզ ընտրել եք, դե մենք ձեզ որպես լավություն, ով 5 երեխա կբերի, մենք նրան տուն կտանք, մեր հաշվին։ Հասկանում ես, Նարեկ ջան, եթե դու գնաս քրտնքես աշխատես, տաքսի վարես կամ խանութում կանգնես աշխատես, դու ոչ մեկի 100 դրամ էլ չես տա որպես օգնություն։ Հասկանում ես։ Նման բաներ մի արեք, կգնաք խորհրդարան պետական մակարդակով օրենքներ կբերեք, որ այդ ամեն ինչի հեղինակը նման բաների, որ դրվի պետական մակարդակի վրա, որ 3 երեխա ունեցողը պետությունից ինչ ֆինանսական կամ եսիմ ինչ օգնություն, 4 երեխան ինչ, 5 երեխան ինչ, դա օրենք պետք է մտցնեք։ Ոչ թե կրկնում եմ, մի 100,000 մարդ աշխատացնեք կոպեկներով, հենց ցնենց այդ մարդկանց աշխատացնեք ստրուկի նման ու իբր լավություն եք անում, ինչ որ մեկի տուն եք տալի։ Այդ բանը, այդ քո ասած բանը, քո հոպարը Ղարաբաղում արել է։ Ղարաբաղցիները կհիշեն, բայց այդեր ցավը տանեմ։ Ուրեմն 21-րդ դարում հայկական ընտանիքներում, Նարեկ ջան, 1-2, որ ընտանիքում 3 երեխա է ծնվում, դա արդեն գերայինյա բան, հերոս բան, ընտանիք է։ Որին 5 երեխեն որն է։ Կարող է ամբողջ Հայաստանի տարածքում մի 10-20 ընտանիք լինի նման ձև։
որ 5 երեխա ունենան, հնարավոր է, չեմ ասում թե չկա։ Բայց դա պետք է լրիվ ամեն ինչը օրինական դաշտում լինի, օրենքով լինի, պետությունը պետք է։ Դուք ուզում եք նորից այդպես բաներ անեք, պետությունից, որ կարողանաք էլ ինչ-որ բաներ քաշել ձեզ համար, էլի իբր դուք բարերարներ եք, պետությունն էլ ձեզ ամեն ինչ թույլ տա միլիարդներ աշխատեք, բան անեք, տենց հասկանում ենք, մենք արիվ չենք։ Այդ ամեն ինչը լրիվ հասկանալի է։ Բայց օրից հետո պետք է այդպես չլինի, Նարեկ ջան։ Պատգամավոր եք ընտրվել։ Ուզում եք ձեր քաղաքացիներին, ովքեր ձեզ ընտրել են, նրանց օգնեք։ Գնացեք օրենքներ բերեք, նմանատիպ օրենքներ բերեք։ Օրենքներ օրակարգ բերեք, օրենքներ ընդունեք, որ այս ժողովուրդն էլ այս երկիրը իմանա իրանց ամեն ինչը օրենքով է պաշտպանվում։ Ոչ թե ինչ-որ մեկով։ Դոտի Գագոյով, կամ Սամվել Կարապետյանով, կամ այս մյուսով, կամ այն մյուսով, ոչ, օրենքով պետք է մարդը պաշտպանված լինի մեր երկրում։ Էլի մի սկսեք այս ժողովրդին մուրացկան սարքելը։ Ղարաբաղում նման բան ստեղծել էր, Սամվելը ասել էր, որ էլի 5 երեխա ծնվի, 4 երեխա ծնվի, ես իմ $5,000 եմ տալի։ 6-րդ երեխան ծնվի, տուն եմ տալի, էս են։ Ոչ մի բան չաշխատեց, գիտեք ինչու համար։ Որովհետև Ղարաբաղում ծննդաբերող ընտանիքներ համարյա չկար, 90%-ը մեծահասակներ են եղել։ Երիտասարդությունը արդեն համարյա 90% երիտասարդությունը Ղարաբաղից դուրս եկած է եղել։ Ով էր ընդ ծննդաբերելու շատ երեխա։ Դրա համար 92 թվին Ղարաբաղը 150,000 էր, 2020 թվին արդեն 120 էլ չկար, բայց ով էր ծնվելու, որ դուք նրանց տուն տայիք, փող տայիք, կամ ինչ ծնվել, այդ բաները թարգեք, այս ժողովուրդը հարիվ չի, այդ լրիվ հասկանում է այս ժողովուրդը։ Հենց այդ նման բաները հենց մեր այս երկրի ղեկավարը Փաշինյանը չի ընդունում, ճիշտ է անում, որովհետև դա խաբում եք ժողովրդին։ Խաբում եք ժողովրդին։ Այսօր ոնց որ հիմա ասեն Գագիկ Ծառուկյանին, պարզվում է մարդ, մի հատ նստի ասա, որ այ մարդ քրտնելով, եւ ոնց որ Գագիկ Ծառուկյան քրտնելով մարդ չի կարա փող աշխատի։ Մինչև մի 200-300,000 մարդ քո համար չաշխատի, դու չես կարա Գագիկ Ծառուկյան դառնաս։ Ժողովուրդ ջան, սրանք նորից այդ նույն ձև են ուզում սկսեն, ոչ, Նարեկ Կարապետյան ջան, այդպես չի լինելու, բան ես ուզում ես մարդկանց օգնես, լավ օրենքներ գնացեք գրեք, պատգամավոր են ընտրել, ձեր ընտրյալները, ձեզ ընտրել են պատգամավորներ, որ դուք գնաք Հայաստանը ուժեղացնեք, գնացեք հիմա նստեք և Հայաստանը ուժեղացրեք, եթե դու լավ օրենք կբերես ընդե օրակարգ, լավ օրենք, եթե ԿՊ-ն թույլ չի տալ այդ օրենք անցնի, մենք բոլորս ձեր կողմը կկանգնենք, ամբողջ Հայաստանը կկանգնի կասի, դուք քաղաքական սխալներ եք թույլ տալի, ախր այս մարդիկ հետո ինչ ընդդիմադիր են, բայց ժողովրդի համար ինչ որ լավ օրենքներ են ուզում բերեն, ախր այդպես բաներ պետք է անեք, այդ մնացածը սաղ սուտ է, ես մեկին օգնեմ, ինչ օգնել, օգնելու հարց գոյություն մեր երկրում պետք է չունենա։ Մի հատ Աբովյանում վանք կառուցեցին, 1000 հատ սպը բացեցին ու 1000 հատ սպն հարկից հանվեց։ Ժողովուրդ ջան, թա այս բաները պետք է չլինի։ Մենք բոլորս պայքարելու ենք, որ այս բաները չլինի։ Բոլոր պատգամավորները պետք է աշխատեն, եթե մի բան ուզում ես, օրենքի դաշտ։ Են Սարգսյան եղբայրներ կային, մարդիկ բան են ասում, բերում են օրենքի դաշտ, չեն ասում ես իմ ջեբից եսա տանեմ նրան, օգնեմ մեկին, օգնել պետք չի, օգնել մարդուն պետք է օգնել, աշխատանքով, ամեն ինչով, մարդը ինքը աշխատի, ինքը հարուստանա։ Ոչ թե նման հիմարություններ, գնա 5 տարի աշխատի, գործ արա, եսի ինչ արա, 5 հատ երեխա ունենաս, թե
10 տարվա մեջ Նարեկը քեզ բանա տալու, մի հատ տունա տալու։ Մի խոսքով նման բաներ ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ։ Նարեկ ջան, հույսով եմ հասկացար։ Ես ուշադիր հետևում եմ Նարեկի այդ հարցին միայն Չախոյանն է պատասխանել, էլի անտրամաբանական պատասխան է տվել։ Չախոյանը։ Հասկանում եք, պետք է ճիշտ աշխատեն։ Պատգամավորը, ոչ թե սրա նրան օգնող։ Պատգամավոր ջան, Նարեկ ջան, դու այդ ինչ աշխատավարձ ունես, որ թեկուզ 1 միլիոն դրամ ստանաս։ Այդ ինչ աշխատավարձ է 1 միլիոն դրամը, որ մի հատ էլ այդ 1 միլիոն դրամով ինչ որ մարդու տուն տաս։ Մի արեք տենց բաներ, մի արեք, ժողովրդին իզուր խափեք, ես մի բան, մի բան։ Եվ վերջ։ Սենց բաներ ժողովուրդ ջան։ Լավ եղեք, ես անդերը ուժեղ անձրև սկսեց, ամպը գորած ես իմացա բան տրակեց, բայց ամպն էր լավ էր։ Լավ եղեք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, բոլորդ էլ ուշքի եկեք։ Մի թողեք ձեզ ինչ որ մեկը խափի։ Ցանկացած բանով։ Փող տամ, ես մի բան տամ, մի բան տամ, մի վաճառվեք, ժողովուրդ ջան, մի ծախվեք։ Պահանջեք օրենքով ամեն ինչը որ լինի երկրում, օրենքի շրջանակներում, օրենքը, պետությունը պետք է հզոր լինի, պետությանը պետք է բոլորը հզորացնեն, որ պետությունը կարողանա եւ ժողովրդին, եւ թոշակներ, եւ ես մի բան, որ կարողանա սուբսիդավորի։ Թե չէ Թույլ պետությանը, եթե պետությունը ինքը փող չաշխատեց, ես սա մի քանի անգամ ասել եմ, նորից եմ ասում, եթե պետությունը ինքը փող չաշխատեց, դու նրանից ինչքան ուզում ես ուզի, նրան չունի որ տա։ Ես Արարատ ցեմենտ է, Հրազդան ցեմենտ է, ես մի բան է, ես ԺԴ-ա, մեդեա, այ մարդ, եթե դրանք աշխատեն, պետությանը անընդհատ խափեն, պետությանը որտից է փող լինելու, բայց եթե 51% լինի պետությանը ամեն ինչի համար սուբսիդավորելու եւ գումար կունենա եւ ամեն ինչ կունենա։ Դրա համար պետք է ես սա միշտ ասել եմ կրկնում, ես պատգամավորներին 5 տարի խեղդելու ենք, որ բոլոր ընդերքը ամեն ինչը 50+1%-ը պետք է լինի պետական եւ վերջ։ Ուրիշ ձև չկա, որ պետությունը գոյատևի, պետությունը հզորանա, ուժեղ բանակ ստեղծի։ Մեկ բազին էլ ասում է, ինչի չեն առնել, ինչ չեն առնում, արա ինչով առնեն, պետք է գումարել ունենաս, չէ որ առնես, պարտ են անում այլ երկրից, ասում եք երկրի պարտքերը շատացավ, պարտ չեն անում որտից գումարելի, որ պետությունը այդ մեծ գումարների հարցերա, չէ դրանք։ Մի խոսքով լավ եղեք, ժողովուրդ ջան, հեսա ես նոր պատգամավորները հես նստեն, սկսեն աշխատել, սկսելու ենք դրանց դաստիարակել։ Որ ամեն ինչը պետք է լինի օրենքի դաշտում, օրենք, ամեն ինչի համար պետք է օրենք կարդալ։ Նրանք 5 տարի մենակ պետք է օրենք գրեն, ուրիշ ոչ մի բան։ Ոչ իրար վրա թքեն, ոչ իրար հետ կռվեն, ոչ իրար հետ տեսեն։ Օրենք, ամեն ինչը օրենքի դաշտում, օրենք պետք է լինի, եւ վերջ։ Սա է, որ մարդիկ կարողանան լավ եւ ապրեն եւ ամեն ինչ, եւ աշխատանք ունենան։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, հլա գնամ տենամ ինչ պատուհան բան չկա բաց, ջուրը չլցի, ես պահակ եմ ստե մենակ արդեն։